Պարոն Խուլոյանը շատ սիրելի պաշտպանը կանխեց ինձ, հացը ձեռքս տարավ, բայց ոչինչ, ինչպես ասում են։ Նախ Արթուր Սարգսյանի վերաբերյալ, բնականաբար Արթուրը իմ եղբայրն է, այս պայքարի մեջ կարևորագույն դերակատարություն ունեցող մարդ է եւ մնալու է, եւ ինչպես ինքը ասեց, միակ մեղքը այն է, որ հայրենիք ունի։ Հակառակ այն բոլորին, ովքեր անդիմագից, անսեռ, անհայրենիք մարդիկ են։ Ես անընդհատ խոսում եմ մեր այս ամբողջ գործընթացի գործի վերաբերյալ փաստական տվյալների բացակայության մասին եւ անընդհատ ասելու եմ եւ այն խոսքը կամ փաստը եւ պարոն Խուլոյանը ներկայացրեց գլխավոր դատախազությունը մինչև հիմա պատասխան չի տվել։ Դա ծագել է խորհրդարանում Արթուր Սարգսյանի անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի տանելու այդ գործընթացի ժամանակ։ Մինչև հիմա պատասխան չի տվել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ գործը ամբողջությամբ ուղղորդված է։ Նոր է տեղեկացան, որ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում չի ընդունել։ Այդուհանդերձ պատվարժան դատարան դարձյալ պիտի գամ Սիրակի իմաստությանը։ Ասում է ամեն գործ, որ ենթակա է փտելու, վերանում, նրա ստեղծողն էլ իր հետ։ Բայց ինչպես դուք քիչ առաջ ասացիք եւ այո, ինձ համար վրդովմունքի տեղիք էր, հարցադրում կատարեցիք ռետորական, որ հաշվի արդար ենք տեսնում ասելու, միգուցե դուք չեք տեսնում, բայց ձեր նկատմամբ են տեսնում հաշվի արդար։ Եվ այդ պատճառով էլ իմաստությունը նորից ասում է, որ ձեր բոլոր գործերի մեջ հիշեք ձեր բախճանը եւ երբեք չեք մեղանչի։ Թող ամեն մարդ հիշի իր բախճանի մասին, իր մահվան օրվա մասին եւ երբեք չի մեղանչի։ Եվ ինչպիսի բախճան կունենա մարդը իր կենսաբանական մեկնումի ժամանակ, չգիտեմ, բայց մարդիկ կան, որ բախճանվում են արդեն երկու ոտքի վրա։ Հիմա այս ամբողջ 8 ամիս, ինչպես Մխիթար Գոչն ասում է, ամբաստանողները ներկայացնում են նույն գործը, նույն, այսպես ասած, ծավալով կամ նույն բովանդակությամբ, դուք էլ որոշում եք կայացնում։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, դուք իսկապես հավատում եք, որ մեղադրողների ասածները այդպես միանշանակ թեմա են ընդունելու կամ այնտեղ բովանդակություն կա, իսկապես հավատում եք, ես նույն իրենց էլ եմ ասում, շատ պարզ։ Դուք էլ եք հավատում ինչ որ ասում եք։ Համոզմունքով ասում եք, բայց վստահ այդ ժամանակ նախորդ անգամ հնչեց, որ անմեղության կանխավարկածը չեք ուզում խախտել, դա էլ իր երթին։ Կեք ըստեյության, հա, եթե ըստեյության Ուրեմն ես ուղղակի ուզում եմ հասկանամ ինչ կապ ունի մեղադրումների։ Կապ ունի։ Հարցադրումները այն հարցի հետ, որը քննարկվում է սույն փուլում։ Այո, հասկանաք, հիմա եթե ըստեյության խափան միջոցի հետ կապված այո, վերջը գալու է։ Կապ ունի։ Դուք մարդկանց կյանքի վրա 2 վայրկյանանոց որոշումների մասին եք խոսել, ընդամենը 2 րոպեանոց։ Հիմա ես հարց եմ տալիս։ Անցյալ անգամ Կարո Օկոմուշյանի մասին էի խոսում։ Աջափնյակում մարդասպանություն գործած, Սևանում գործած եւ այլն, եւ այսպես մի շարք մարդիկ տնային կալանքի տակ են, օրինակ կամ ազատ են։ Այդ նույն մարդիկ հավասարազոր են Արթուր Սարգսյանին կամ Կարոյին կամ այստեղ նստած որևէ մեկին։ Այդ նույն չափանիշները վա արդարադատությունը գործում։ Եվ այո, ես ասում եմ, դուք համոզմունքով, եթե ասում եք, համոզմունքով էլ պատասխանը կտրվի դրա։ Եվ ավարտում եմ խոսքս, որովհետև չեմ ուզում երկարացնել, ինձ համար էական չի
անկեղծ էական չի, բացարձակ էական չի։ Առաջիկա Կիրակին անառակ որդու Կիրակին է, վերադարձի Կիրակ է։ Հասեց, հայր մեղա երկնքի եւ քո առջև։ Ես թողնում եմ ձեր խեղճին վերադառնալու կամ չվերադառնալու։ Այսօր էլ Արթուր Սարգսյանի նկատմամբ ինչ որոշում կայացնեք, ոչ իրանը խանգարելու, ոչ էլ որևէ մեկին։ Դուք որոշեք ինչ եք անում, բայց պատասխանատվություններ կրեք։